Պարոն Կարապետյան, ձեզ վստահում են։ Ես այս օրերին որպես կանոն հանդիպումներ ենք ունենում ամենատարբեր մարդկանց հետ եւ հարց եմ ուղղում։ Գնալու ես ընտրության թե չէ, իսկ ում ես ձայնը տալու եւ բոլորը, գրեթե բոլորը միանշանակ ասում են. Կարապետյանին մենք վստահում ենք, ինքը սուտ չի խոսում։ Եվ դրա ապացույցը ձեր կյանքն է, եւ դուք դա հաստատում եք։ Այնպես որ ամսի 7-ին ես հաջողություն եմ ցանկանում թե ձեզ եւ թե մեզ բոլորիս։ Նայեք ինչ կատարվեց աշխարհում։ Նախկինում չկար ինտերնետ։ Հիմա իրենից ոչինչ չներկայացնող մարդը, եթե կարող է մի քանի հատ տարբեր բառեր, որ հասարակության մեջ չեն օգտագործվում, սկսի օգտագործել, մարդիկ կհամարեն, որ սա մտքի գիգանտ է եւ հիմնականում մի ժամանակահատված, մի 10-15 տարի այդպիսի մարդիկ եկան աշխարհում իշխանության, պոպուլիստները, ովքեր ոչինչի առաջ չեն կանգնում։ Դուք հիշեք Փաշինյանը ինչպես եկավ իշխանության։ Զերո մարդը ամբողջ Հայաստանը հանեց ոտքի, խապեց բոլորին իր ստերով, եկավ իշխանությունը վերցրեց։ Բայց տարիների ընթացքում արդեն մարդիկ, հասարակությունները հասկանում են, որ սա ընդհանրապես կապ չունի զարգացման հետ։ Ու շատ երկրներում խապնվեցին, նույն Չեխիայում խապնվեցին, տեսեք հիմա էլի հզոր տղա եկավ, հաղթեց, որտեղ մարդիկ զարգացում են ուզում։ Զարգացում կարող է ապահովել զարգացում ունեցած մարդը։